Տերունական աղոթք ու օրհներգ համահայկական հասարակական դաշինքի գործունեության մեկնարկին։ Շարժման նպատակն է միավորել աշխարհի հայերին։ Իրենք վերկուսակցական են, բայց ակնկալում են, որ խորհրդարանի առաջիկա ընտրությանը քաղաքական ուժերը հանդես կգան հստակ ձևակերպված օրակարգով։ Մեզ անհրաժեշտ են իրապես արագ, խորքային եւ համակարգային լուծումներ եւ փոփոխություններ, որոնք կունենան հենքային երկարաժամկետ ազդեցություն մեր պետության եւ ողջ հայության համար։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել եւ գործել որպես մեկ միասնական մարմին։ Միասնական հայություն, ոչ միայն մեզ կապող անցյալով, այլև ներկայիս իրար համալրող շահերի առկայությամբ եւ ապագայի հավաքական տեսիլով։ Այս բախտորոշ եւ խրթին ճանապարհը մենք առաջին հերթին պետք է սկսենք հասարակությունից։ Երկար ժամանակ, բայց հատկապես այս վերջի տարիների ընթացքում օտար, ապազգային, երբեմն հակապետական բջիջներ են ներարկվել մեր հասարակական մարմնի մեջ, որը լինելով բարդ կառույց, փոխակերպման ենթակա, մշտական, մեր դեպքում ցավոք սրտի ընթացել է բացասական ուղղությամբ։ Մտահղացման հեղինակները նշում են, որ առանձին վերցրած որևէ քաղաքական կամ հասարակական ուժ այսօր ի վիճակի չէ հաղթահարել երկրում ձևավորված խորքային ճգնաժամը։ Անհրաժեշտ են արագ եւ համակարգային փոփոխություններ։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը մշտապես ողջունել է յուրաքանչյուր ֆորմատներ, որոնք միտված են հայ հասարակության միջև Սփյուռքի եւ այո Արցախահայության միջև կամուրջների եւ նոր ինչու ոչ կոնտակտ բառը մի քիչ շատ sense գիտեք սահմանափակ է, այլ երկխոսության եւ դիալոգի զարգացմանը եւ այո միանշանակ ողջունելի է, որ այսպիսի պատկառելի մի նախաձեռնություն է ձևավորվել եւ այդ նախաձեռնության հաշվի առնելով հիմնական հնչեցված արդեն նպատակների իրենք այո շատ կարևոր դեր ունեն, կարևորագույն ես կասեի դեր ունեն հայկական հասարակության համար։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով կարևոր է, որ իշխանությունը բաց եւ անկեղծ լինի հասարակության հետ ու բոլոր կարևոր հարցերը, այդ թվում սահմանների բացման թեման քննարկի անկախ փորձագետների հետ։ Ըստ տնտեսագիտության դոկտորի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է լինել զգույշ, բաց սահմաններից ավելի կարևոր է լավ մտածված ռազմավարությունը։ Թուրքական ապրանքների հետ հատկապես մենք բավարար մրցունակություն չունենք մրցակցելու, այսինքն արտահանելու Թուրքիա, հնարավոր է 1-2 այդպես խորհրդանշական ապրանքներ, ծառայություններ ներգրավեն, բայց ընդհանուր առմամբ պետք է իրատես լինենք։ Ամբողջ Եվրոպան տառապում է թուրքական ապրանքների էքսպանսիայից։ Մենք չենք կարող ավելի հզոր լինել, քան Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն, որոնք ուղղակի տեղական արտադրությունը, տեղական ապրանքները դուրս են մղվում տեղական շուկայից։ Դրա համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որը բացակայում է ըստ էության։ Կազմակերպիչների խոսքով դաշինքը քաղաքական կուսակցություն դառնալու նպատակ չունի, աշխատելու են հանուն Հայաստանի երկարաժամկետ բարեկեցության։ Շարժումը մտադիր է քննարկումներ սկսել քաղաքական ուժերի հետ 6 հիմնական սկզբունքի շուրջ, այդ թվում Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող սակարկվել, հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության հենասյունը, Արցախի հիմնախնդիրն էլ պետք է դառնա արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։